Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Աստված ճշմարիտ, որ առաքեցեր որդիդ քո սիրելի իխնդիր մորորյալ ոչխարին, մեղա հերգինս եւ առաջիկո, ընկալ զիս որպես զանարակ որդին եւ սկեցո ինձ զբատմուջանն զարաչինն զոր մերգացա մեղոք։ Խոնարհության համար ամենամեծ թասերեն մեկը այս է մեզի մարդկության համար, որ Աստված իր սիրելի որդին ուղարկեց այս աշխարհ, որպեսզի ոչ միայն օրինակ դառնա, համեստորեն մարդկային գերբարանք ստացավ, այն որ ոչ միայն թագավորներու թագավորներ եւ աստվածներուն աստվածը, այլ ուզեց մեզի պես համեստ մարդկային գերբարանք ստանալ ցույց տալու համար, որ կարելի է այս աշխարհի մեջ ապրիլ եւ մեղք չգործել։ Սակայն ավելի ամենակարևորը ուզեց միածին որդին, որպեսզի իր կյանքով, իր համեստությամբ ճանապարհը դա մեզի փրկության եւ ետ լուսով որդիներ ըլլալու հնարավորությանը։ Քրիստոսի ծնունդեն հետո իր կյանքին ընթացքին մենք կտեսնենք այս մեծ վարդապետը, մեծ ուսուցիչը չլսված բաներ, որ մեկը ձրեր եւ իր աշակերտներուն ոտքերը լվանար։ Համեստության օրինակ մներ, որ գներ իր սիրույն համար, որովհետև գսիրեր իր աշակերտները եւ գուզեր, որ անոնք սրվեին, թե ինչ կնշանակեր իսկապես խոնար ըլլալ, ինքը դերն էր, բայց պատրաստ էր ծառայի գերբարանքը ստանալ իր սիրած աշակերտներուն եւ իր հավատացյալներուն համար։ Եվ հա այստեղ մեր շնորհալի ուրեմն մտածողը, հոգևոր ապրում ունեցող եկեղեցականը եւ կաթողիկոսը գսե ոչ միայն մեղագը խնդրե եւ պատճառը գսե, սկեցո ինձ բատմուջանն զարաչինն զոր մերգացա մեղով, ինչ բատմուջանի մասին է ասիգա։ Ասիգա ոչ թե հակուստ մնե, որ առաջ գար եւ հիմա չգար, այս բատմուջանը մարդկային անմեղությունն էր, որ Աթամ եւ Եվան տրախտի մեջ ունեին, հետեւաբար կաթողիկոսի այս մեծ աղոթողի խնդրանքն է, որ ինքը արժանի ըլլա այդ բատմուջանին, այսինքն ինքը արժանի ըլլա տրախտի երանավետ գոչումին։ Եվ դակավին այս նույն բանը պիտի շեշտեր Քրիստոսի չարչարանքները եւ որ պիտի սեր ինչպես թե ան չարչարվեցավ, խաչվեցավ մեր մեղքերուն համար։ Ոմանք մեզի համար գսեն, թե լավ Քրիստոս Աստծո որդի էր եւ գրնար հետեւաբար այդ ցեվով ապրիլ։ Մենք բարձ մարդիկ ենք, մենք ինչպես կրնանք այդ ցևին նույնիսկ մոդենալ։ Ըսվածքի մեջ դժմարություն մը գա, սակայն եթե Քրիստոս 100-ի վրա 100 է, արդյոք մենք 100-ի վրա 10-ը չենք կրնար իրեն փորձել նմանվել, 10-ը չենք կրնար ետ վերակացնել իրեն, անիչ որ ինքը մեզի սրի ապարդվավ, անգյանքը որ ինքը զոհեց մեզի համար չարչարվեցավ, դարաբեցավ և խաչին վրա իր կյանքը դվավ, ադորթիմաց մենք չենք կրնար 10% Փարիսի ունենալ, 10% Փարիքը վերաթարցնել, բոլոր այն մարդոց միջոցով, Աստված մեր Փարիքին ինչպես պիտի ընդունի, ինչպես պիտի տեսնե, եթե մենք այդ Փարիքը մեզի ջանցողներուն եւ մանավանդ չջանցողներուն սրի ապար արադաբես եթե չկարողանան պաշտել։ Ճշմարիտ քրիստոնյան եւ որ փամը գուտա, ադոր երևին չի նայի, որտեղ գուտա ինքը առանց մտածելու, սիրով գուտա եւ ոչ թե գուտա որովհետեւ իր անունը քրվի, եթե պիտի քրվի, թող Աստուծո հավիտենական կյանքի քրքի մեջ քրվի,
եւ ոչ թե ժամանակավոր բادرուն կամ բաներուն վրա, որը բադ այսօր գա վաղը չի գա, բայց հավիտենական քիրքը Աստծո մոտ ամեն ինչ այնտեղ հավիտենապես արձանագրված պիտի մնա։ Բայց եղան եկեղեցականներ եւ այդ եկեղեցականներուն աղոթները, որ մենք կգարթանք այսօր, գզարմանանք մեր ամենամեծ, ամենաաղոթող, ինչ ասեմ, աղոթներու փարերը նույնիսկ գբաքսի ինձի նկարագրելու այն հավատքը եւ նվիրում այս մարդիկ ունեցած են Քրիստոսի եւ ինչու՞ չէ նաեւ հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Նարեկացի աղոթները, որ կգարթանք եւ նարեկացին, որ Աստուծո սանտուղներուն գերեւի ամենաբարձր հասնող աղոթող, մտածող, միստիկը եղած է։ Եվ այս մարդը իր աղոթներու մեջ կտեսնեք, թե ինչպես դգար եւ անօգնական կսկային Աստուծո առջեւ եւ կխնդրե, որ իր շենյակին թուրեն, բադուհանեն, արաստաղեն, անգողինեն, ամեն կողմով խաչի նշանը եւ Աստծո հոգին ըլլա, որպես ինքը կարողանա քիչերը հանգիստ կարողանա բարգիլ եւ արդյուն եւ որ ելե առանց մեղքի կարողանա փարավորել Աստծո անունը։ Եվ դակավին շնորհալի են, որ գարտացիք այս հավատով խոստովանիմը, որ ամբողջ մեր հավատքին ցեվոմը քրիստոնեական հավատքին նաեւ ամփոփումն է։ Բացությունը բիդի բացմեմ ցեզի հայ եկեղեցի են, մեր կաթողիկոսներու շարքին մեջ կա Հովհաննես կամ Հովհան օծնեցի նշանավոր կաթողիկոսը, մեծ քրոմը, մեծ մտածողը, մեծ քրիստոնյա միստիկ աղոթողը նաեւ։ Այս կաթողիկոսը այնպես հարաբերական շրջանն է 720-ական թվականներու շուրջ եւ Հայաստանը բավական դժվարին վիճակի մեջ է եւ կաթողիկոսը իր հոգեվոր բաշխոնին գողքին նաեւ իր ժողովրդին, իր ազգին եւ երկրին ապահովության մասին նաեւ պետք է մտածի։ Հետապար կաթողիկոսը գտողն է իր հանգիստը եւ գերլա գերտա միջև արաբ ամիրային կող, որովհետեւ հայ ժողովրդին ներգան դուրքերը, հայ ժողովրդին գրոնքի ազատությունը եւ հայրենի իշխաններուն փառությունը ապահովե։ Դնդուներ են խալիֆան եւ գխոսին, հետո հարցն ուդա խալիֆան, թուն որ գսե Աստուծո մարդն ես, թուն որ համեստություն եւ բարձություն կարողես, ասիչ ըսկեսներ հակադես, թախավորական, նույնիսկ մորուքիդ վրա ոսկի փոշի ցանադես, գսե աշկան փարամոլություն, ինչպես կրնա բադահիլ եւ ցեր գրոնքը համեստություն եւ խոնարհություն գսե կարողե։ Կաթողիկոսը կխնդրե, որ դուրս մյուս մարդիկները դուրս ելեն եւ դուրս ելեն եւ կաթողիկոս այդ ըսկեսները գահանե եւ դա գերևնա ուղդի գաշիե շինված չոր, որ մարմինը գուդե այդ գաշին, այդպիսի հակուսմը, գսե այս հակուստը գսե, ես ինձի համար և իմ Աստուծուս համար գգրեմ, թուրսինը գսե, անոնց համար է, որոնք արդակին պարքով և պանով միայն գրնան դարվիլ, հետևապար գսե, ասիկա թուրսի աչկերուն համար է, Աստծո աչին համար ես իմ համեստ, իմ հակուստս ունիմ և իմ խաչս ունիմ։ Եվ այս օդար իսլամ անցը գխոնարի այս մեծ քրիստոնեային արջև, այս համեստ մարդուն արջև և իր բոլոր խնդրանքները կգադարե։ Ճշմարիտ քրիստոնյան սիրելի հավատացյալներ իսկապես խոնար անցը պետք է ելլա։ Մենք հաճախ գմորնանք, թե խոնարհությունը ինչ է, եւ բահոց աշխրջանը գրգին արիտ մնե մեզի համար, խոնարհության մասին մտածելու։ Մեկը ինձի ասան գսավ, գներվինք, մեկը ինձի անանք ըրավ, գներվինք։ Այս ըրավները եւ ըսավներուն մենք կարևորություն պետք չէ տանք։ Եվ ընդհակառակը, եթե մենք առանց քիտնալու եւ երբեմն քիտնալով երբեմն կփարգանանք փերանից փառը գելը, որ պետք չէ ելը,
կամ փամը գնենք, որ բեք չերնենք, քաչությունը եւ խոնարհությունը պետք է ունենանք, որպեսզի ներողությունը սերու մեր այդ եղբոր կամ քրոջը, որոնց սիրտը ցավց է ուզածենք։ Եթե այդ ներողությունը ժամանակին ըսվի, մենք կշահենք այդ ամսին բարեկամությունը, ընկերությունը, հարազատությունը եւ իզուր դեր քրիստոնյա եղբայրներու եւ քույրերու մեջ վեճերու արիթ չենք տար։ Ալչեմը սերվոր այդ վեճերը երբեմն դուներ կքանտեն, այդ վեճերը երբեմն ընկերություններ կքանտեն եւ նույնիսկ կնան համայնքներ քանտել։ Հետեւաբար մենք, որ այս բոլոր ժողովրդի մեջ որոշ ընդրյալություն ունենք այսօր, մեր բարդականությունն է համեստ լալ Քրիստոսի օրինագին նմաներուն քոնե 10%, չեմ ասել 100 կամ 80%, քոնե 10% այդ գիտակցությունը ունենան, որովհետեւ դունգի քալով ասված մեր մեղքերը ները։ Եթե ուշադիր գարտացիք, զնտնեց ավազանից մինչև այսօր լսե մեղուցյալ եմ, ձնած օրես մինչև այսօր ես մեղուցյալ եմ, և խոսողը գաթողոս մնե, խոսողը հոգևոր անձնավորություն մնե, որ իր ամփոչ կյանքը քրիստոնյա հավատքին համար դրած է, իր քրիչով, իր աղոթքով և իր ամփոչ կյանքով։ Եթե այսպիսի մարդը մեղքի խոնարհության այդքան գիտակցություն ունի, մենք բարձ մեղավորներս ինչքան կարիք ունենք անոր, որովհետեւ մենք կարողանանք քոնե քրիստոնեավայել կերպով կարողանանք մեր կյանքը առաջ տանել այս աշխարհի մեջ։ Եվ այդ համեստությունը սիրելիներ, հայկական առած մեղավորիչ լեզուներով մաչիսե քաղցր լեզուն օծունունից զագենգան է։ Մեր համեստությունը սիրելիներ, մեր խոնարհությունը հավատացեք, որ ամենակորոզ, ամենաանփարդաբան մարդն գրնա հանգստացնել, դեսնելով, որ մեր սրտի մեջ չարություն չի գա, մեր սրտի մեջ նախանձսված բանը չի գա, ոչ այլ քորոզությունը գա, եւ այդ մարդն գիչնե եւ կհասնի այն մագարտագին, եւ այդ ցեվով մենք այդ անցնալ շահած կլանք, որպես Քրիստոսի զավակներ։ Հետաբար մաղթանքս է, որ աղոթքի այս շրջանին, բախքի այս շրջանին քիչ մնալ մտածենք խոնարհության մասին եւ քիչ մնալ մտածելով նաեւ տեսնենք թե ինչ ցեվով մենք կրնանք այդ խոնարհությունը արժեքավորել բարինքուն իմաստով։ Ես չեմ ասել, որ մենք մեզի պետք է հիմարի դեղ տնենք, խոսք այդ մասին չէ։ Խոսք այն մասին է, թե մենք ինչպես քրիստոնեական իմաստով կրնանք խոնարհություն ցույց տալ մարդկանց, այդ մարդկանց հոգիները եւ սիրտը գրավելու համար։ Եվ հավատացեք, եղած խոսքերուն, անհամություններուն, գրիվներուն ամենամեծ մասը մարդուն անփարդաբանությունն է։ Որտեւ առաջին անգամ որ փամ մգլա, սխալ մգլա, մանուկներեն սորվեցեք, որտեւ մանուկներում մեջ ամեն ինչ գերեվի։ Բզդիգին որ փռնես հանցանքի վրա, ինչու իրսինը ես շրիգսի առաջին։ Ինքն է։ Եղբայր ցերկը դե գոդրայր ես բանից, ինչպես ինքը ըրավ։ Առաջին բանը ես շրիգսելն է, որովհետեւ կարողանա ինձին կազատել։ Եվ մենք բոլորս այդ մանուկներում մեզ ենք, չենք ուզեր դեսնել եւ ընդունել, որ մենք սխալ կրնանք գնել։ Միշտեր սխալ դեսնելը եւ ընդունելը իսկապես մարդկային մեծ արժեք մնե, խոնարհություն մնե։ Եվ ապկե մենք շատ բան կրնանք սորվել եւ ադի ընդունելով մեր շրջապատին մեջ շատ լավ օրինակ կրնանք ծառայել։ Կմաղթեմ, որ մենք այս բաղոթչությանին իսկապես խոնարհության մասին մտածելով, աղոթելով, գարթալով, մենք փամ կսորվենք եւ կկարողանանք մենք դիրոջ ճանապարհով խոնարհապար ընթանանք եւ խոնարհապար արժանի ելանք իր հրաշապար հարության այժմ եւ միշտ եւ ավիդյան հավիտենից ամեն օրհնյալ եւ շնորհակալ փոխություն երթագի խաղաղությամբ եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցին ցեր եւ ընդամենեսյանս ամեն